Մեր բիզնեսները ունեն մաքսիմում 30 տարվա պատմություն։ Փաստացի այդ խորհուրդը իրենց ընտանեկան ընթրիքն է, հա։ Միշտ չի որ քո ծանոթը ամենալավ պրոֆեսիոնալն է։ Օտարին ինչ-որ բան վստահելու մշակութային խնդիր կա։ Իտալական բիզնեսները 500 տարեկան են, ընտանեկան բիզնեսները, դա ապշեցուցիչ թիվ է, չէ։ Բիզնեսի չափն է ինձ թվում առաջի գործոնը, որ բոլորին ստիպում է ասել, որ էլ չեմ կարողանում, ուղղակի հնարավոր չի այս ամեն ինչ տիրապետել։ Այդ չափը ինչքանն է կամ ինչով դա չափել։ Հետաքրքիր հարց եք տալիս։ Մենք չենք վստահում ինստիտուտների, մենք վստահում ենք մարդկանց։ Ճիշտ չափելու ձևը ոչ թե ծանոթին վստահելու մեջ է, այլ անծանոթին վստահելու մեջ է։ Եթե ես 0-ից կարողացել եմ այսքան բան սարքեմ, այդ ով պետք է գա, որ ինձ ինչ-որ խորհուրդ տա։ Հենց որ հիմնադիրը մտնում է սենյակ, բոլորը սենց նայում են իր բերանին, տեսնեն ինչ է ասում ու հետո ասեն հա։ Ակնհայտ էր, չէ, որ OpenAI-ը առանց այդ մարդու ինչ որ ուրիշ բաներ դառնալու, այսինքն այն չէր դառնալու, ինչ որ պիտի դառնար։ Դե բայց հիմա էլ ասում եմ, որ իր հետ դառնում է ուրիշ բան, քան պետք է դառնար։ Ողջույն, դուք դիտում կամ լսում եք Fincast-ը, How to Be podcast-ը ֆինանսների, ներդրումների եւ այն մասին, թե ինչու փողը չարժե դնել բարձի տակ։ 30 տարի է Հայաստանում կառուցվում են բիզնեսներ, բայց դրանց մեծ մասը մեկ մարդու շուրջ, հիմնադրի կամ սեփականատիրոջ, ով ամեն օր ամեն որոշում ինքնուրույն է կայացնում։ Բայց ինչպես ստեղծել ընկերություններ, որոնք կախված չեն լինի մեկ մարդու իմաստությունից եւ կարող են ապրել առանց հիմնադրի։ Այս էպիզոդում քննարկել ենք, թե ինչպես կարող է կորպորատիվ կառավարումը օգնել կառուցել իսկապես կայուն եւ երկարաժամկետ աճող ընկերություններ, ստեղծել վստահություն, որը թե կկրճատի տրանզակցիոն ծախսերը եւ թե կնպաստի ներդրումների աճին, եւ ինչպես կառուցել իսկապես արդյունավետ խորհուրդ, որը ոչ թե պարզապես գլխով հավանություն կտա ղեկավարին, այլ պատրաստ կլինի կայացնել երկարաժամկետ որոշումներ։ Իմ հյուրն է տնօրենների հայկական խորհրդի ղեկավար Ելենա Խաչվանկյանը, ֆինանսների եւ կառավարման մասնագետ, ով անցել է կորպորատիվ ֆինանսներից մինչեւ հանրային քաղաքականություն եւ այսօր էլ ակտիվորեն խթանում է կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացմանը Հայաստանում։ Գնացինք։ Ելենա ջան, բարի գալուստ Fincast։ Երբ ես պատրաստվում էի էպիզոդին, նաև նկատեցի ինտերնետում, որ դուք Կարպ Խաչվանկյանի թոռն եք ու այսպես միանգամից հարց ծագեց, հաստատ գեներով ստացած կլինեք տարբեր տաղանդներ, ինչու ընտրեցիք ֆինանսների ոլորտը։ Բարև ձեզ Կարեն ջան, շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է հյուրընկալվել ձեզ մոտ, շատ տեղին հարց եք իհարկե տալիս եւ շատերի մոտ այդ հարցը առաջանում, երբ ինձ հետ ծանոթանում են եւ իմանում են իմ ընտանիքի պատմությունը, բայց այնպես է որ հայրս էլ դերասան չի, այսինքն ես ունեի հանգիստ ազատ ընտրելու իրավունք եւ երբ որ ես դպրոցն ավարտում էի, ես տեսնում էի, որ թատրոնը Հայաստանում այն վիճակում չի, որտեղ որ ես կուզեի գտնվեի, եւ որ անկեղծ լինեմ, հիմա էլ չեմ կարծում, որ այդ վիճակում եմ։ Հետեւաբար նայելով իմ մնացած տաղանդներին, տաղանդը իհարկե ճակերտների մեջ, տեսանք, որ մաթեմից ուժեղ եմ, հետեւաբար ինչի՞ չփորձել գնալ այդ ուղղությամբ եւ հա, գնացի ֆինանսների ուղղությամբ։ Եվ ֆինանսներում այսպես բավականին խորը, ասենց ասած hardcore ուղղություն բռնեցիք, ինչի։ Երևի անձնական հատկանիշ է դա, որ եթե մի բան անում ես, պիտի անես մինչև վերջ, եւ երբ որ համալսարանն ավարտում էի հասկանալով, որ տնտեսագիտական ֆակուլտետից դու պիտի ընտրես որևէ ճյուղ, որը որ շարունակելու ես, եւ ես զգում էի, որ ես ընտրելու եմ ֆինանսները, որովհետեւ անալիտիկա բան դա ավելի հետաքրքիր է, քան, չգիտեմ, ինչ որ մարքեթինգ օրինակ։ Եվ հետո երբ որ դու սկսում ես ինչ որ բանով զբաղվել, ասում ես խորանաս, ասում ես դե լավ, գնամ ACCA անեմ, այն ժամանակ դա էր հնարավոր, ասեցի լավ, գնում եմ ACCA անեմ, դա անելուց մինչև վերջ անեմ, հետեւաբար մինչև վերջ ACCA արեցի եւ այն ընկերությունը, որում աշխատում էի, ընդունվեցի որպես տնտեսագետ վերլուծաբան, իսկ դուրս եկա արդեն որպես ֆինանսական տնօրեն, այսինքն էդ էլ ոնց որ ինչ կար անելու արեցի եւ հասկացա, որ չեմ ուզում շարունակեմ նույն բանն անել, որովհետև ոնց էլ լինի, ինչ էլ խոշոր ընկերություն լինի, ինչքան էլ հետաքրքիր նախագծեր լինեն, միևնույնն է դու ունենում ես ինչ որ նույն բանը անելու անհրաժեշտություն, անընդհատ, չգիտեմ, ամիսը մեկ, եւ մտածեցի, որ ես ուզում եմ նոր բան սովորեմ, եւ ասացի վերջել չեմ ուզում կորպորատիվ ֆինանսներում այդքան խորությամբ զբաղվեմ եւ ամեն օր գնամ աշխատանքի նույն բանը անելու համար։ Բայց ընթացքում մի կարևոր բան էի ոնց որ բացահայտել իմ մեջ, մի հատուկ հակվածություն, այդ հակվածությունը
կորպորատիվ կառավարման նկատմամբ էր եւ կթվա որ իրար հետ կապ չունեցող բաներ են, բայց իրականում կապ ունեցող բաներ են, որովհետեւ երբ որ դու մտածում ես ինչա կորպորատիվ կառավարումը, դու պատկերացնում ես, որ դա պատասխանատվության, հաշվետվողականության, որոշումների կայացման ճիշտ կուլտուրայի մասին է եւ երբ որ դու խոշոր ընկերության մասին ես մտածում եւ դու ուզում ես որ խոշոր ընկերության ռիսկերը զսպված լինեն, որ ընկերությունը երկարաժամկետում նույն կերպ աճի, զարգանա, ոչ մի ռիսկերի չբախվի, որոնք որ անկանխատեսելի եւ անկառավարելի են, դու հասկանում ես ինչքան կարեւոր է այդտեղ կորպորատիվ կառավարումը։ Հետո դու ընթացքում հասկանում ես, որ Հայաստանի տնտեսության մեջ այդ կուլտուրան թեր զարգացած է, ինչը բնական է, եւ միգուցե որ ավելի զարգացած լինի, ընկերությունները ավելի պատասխանատու կլինեն, խոշոր ընկերությունները, եւ դրանից հանրությունը ավելի մեծ օգուտ կստանա եւ ավելի ապահով ու կայուն տնտեսության մեջ կգտնվենք, ապահով ոչ միայն ֆինանսական, այլ ապահով, չգիտեմ, բնապահպանական, սոցիալական։ Մենք բոլորս էլ տեսնում էինք, հատկապես մի 10-15 տարի առաջ, թե ընկերությունները ոնց էին չարաշահում եւ սոցիալական ասպեկտը իրանց գործունեության եւ բնապահպանական ասպեկտ եւ մենք ուզում էինք գտնենք ճանապարհ դա զսպելու ինչ որ ձև եւ այդ զսպման մեխանիզմներից մեկն էլ կորպորատիվ կառավարումն էր։ Այդպես հիմա իմ գործունեությունը բաժանվում է կորպորատիվ կառավարում կորպորատիվ ընկերությունում, հանրային սեկտորում խորհրդատվություն եւ հասարակական գործունեություն տնօրենների հայկական ինստիտուտում։ Շատ հետաքրքիր է եւ արժեքավոր է մեր համար, որովհետեւ կարող եք այսպես բոլոր կողմերից նայել։ Հայաստանում նաեւ տպավորություն է, որ կորպորատիվ կառավարումը այսպես որպես ավելի շատ պահանջ է հրամցվել ընկերություններին, ընդ որում են ընկերություններին, որոնք որոշակի հանրային նշանակություն ունեն ու երբեք բիզնեսի կողմից չի ընկալվում որպես արդյունավետության գնալու ճանապարհ։ Չի ասի, որ երբեք կան ընկերություններ, որ իրենց կամքով կատարել են այդ փոխակերպումը եւ գնացել կառավարման նման մոդելների։ Ինձ թվում է, ես նկատում եմ, որ կան, այսինքն մի քանի գործոն կա, որ բերել է նրան, որ ընկերությունները այդ ճանապարհը ընտրում են։ Այսինքն ամենապարզ գործոնը, որը արտաքին գործոնն է, դա ներդրողներն են։ Այսինքն այն ընկերություններում, որտեղ որ օրինակ EBRD-ին ներդրում է կատարել, EBRD-ին ասել է ես կատարում եմ ներդրում, բայց ինձ համար շատ կարևոր է, որ ես հասկանամ, թե քո ընկերությունում որոշումները ինչպես են կայացվում։ Եվ դա պիտի լինի թափանցիկ, պարզ եւ ինչ-որ սկզբունքներից ելնելով։ Եվ ես ուզում եմ, որ այդ որոշումների կայացման ժամանակ մի անձնյա չլինեն այդ որոշումները, բոլորը իրենց կարծիքն ասեն եւ ըստ ոնց որ քննարկման արդյունքում ինչ-որ որոշում կայացվի։ Հետևաբար, այդ մի ոնց որ արտաքինից եկած որոշ ընկերություններում էլի արտաքին է ձևավորված, հա, բայց ոնց որ այդ ընկերությունը շահում էր, այդ ընկերությունը ունենում էր այնպիսի ներդրող, ինչպիսին է օրինակ EBRD-ին կամ այլ ինստիտուցիոնալ եվրոպական ներդրող եւ այդ ընկերությունը արդեն կարողանում էր ունենալ հասանելիություն ավելի էժան ֆինանսական միջոցների, այդ ընկերությունը սովորում էր կառավարել, այդ ընկերությունը սովորում էր իր հանրության հետ շփվել, իր ներդրողների հետ շփվել եւ այդ ընկերությունը միգուցե մի օր էլ գնում էր եւ արդեն արտաքին ոչ այսպես ասած զարգացման բանկ ներգրավում որպես ներդրող, ինչը արդեն մեծ աճ ապահովում այդ ընկերության համար։ Հետո այդպիսի ներդրողները նաև հնարավորություն են տալիս արտաքին շուկա դուրս գալ, այսինքն իրենք ունենում են իրենց պարտնյոր ընկերություններին, որոնք որ քեզ թույլ են տալիս։ Հետևաբար այդ մի գործոն է։ Մյուս գործոնը այն էր, որ բարձա որ մեր բիզնեսները ունեն մաքսիմում 30 տարվա պատմություն եւ այդ 30 տարվա մեջ որոշները ամեն տարի ինչ որ մի քիչ աճել են, ձևափոխվել են, կարողա փոխել են բիզնես մոդելը, կարողա չեն փոխել, բայց ամեն դեպքում հասել են մի ինչ որ չափի, որտեղ որ արդեն մեկ անձը չի կարողանում ամեն ինչ կառավարի։ Ուղղակի մեծ է ընկերությունը եւ այդ ընկերությունը ինքը ստինքյա բնականով կամած սկզբից ընտրելով իր համար վստահելի անձանց եւ ինչ որ մի բանը պատասխանատվության մի մաս իրենց փոխանցելով, հետո հասկանալով, որ միշտ չի որ քո ծանոթը ամենալավ պրոֆեսիոնալն է եւ միգուցե դու ուզում ես պրոֆեսիոնալ ներգրավես, պրոֆեսիոնալը արդեն ուրիշ մշակույթ է բերում, այսինքն այդ ճանապարհը շատ երկար է, բայց այնուամենայնիվ տարիքը իր դերը խաղում է, մարդը մտածում է, որ ինքը ուզում է իր բիզնեսը շարունակի ապրել, իսկ ինքը
մտածում է, որ ուզում է մի քիչ ավելի շատ ընտանիքի հետ անցկացնի, մի քիչ հանգստանա, հետեւաբար պիտի կամաց իրան հետ տանի, էլի բիզնեսից, որ իսկ դրա համար իրան պետք են պրոֆեսիոնալ կառավարիչներ։ Եվ դրա համար այդ թվում այդ կոլեգիալ պրոֆեսիոնալ կառավարիչները կարող են օգնել, որովհետև դու որպես սեփականատեր եւ հիմնադիր գնալով արդեն կամաց տենց թոշակի ճակերտներում ասած, գնալով հանգստի, դու իմանալով թե ինչպես են որոշումները կայացնում, դու իմանալով թե քո խորհրդի անդամներից յուրաքանչյուրը ինչ գիտելիք ունի, ինչ մտածելակերպ ունի, ով ավելի շատ ոնց որ ռիսկ գնահատող է, ով ավելի շատ մտածում է հնարավորություն բաց չթողնենք եւ այլն, դու կարողանում ես իմանալ, թե ոնց է ընկերությունը շարունակելու ապրել այդ կոլեգիալ մարմնի ուղղորդմամբ։ Հայաստանում, բայց այսպես ավանդաբար շատ են ընտանեկան ընկերությունները ու շատ ժամանակ այդ փաստացի այդ խորհուրդը իրենց ընտանեկան ընթրիքն է, ու բայց նման ճանապարհով շատ երկրներ են անցել, այդտեղ ինչ կոնֆլիկտ կա, այդ անցումը ոնց պետք է անել, որովհետև շատ հաճախ, ինչպես նշեցիք, հենց իրենց ընտանիքից, մերձավորներից ինչ-որ մարդկանց են ներգրավում, որովհետև օտարին ինչ-որ բան վստահելու մշակութային խնդիր կա։ Համաձայն եմ, որ կա, եւ պիտի բոլորս հասկանանք, որ այն երկրները, որոնք ունեն այդ պատմությունը, մեր նման երկրները, իրենք այդ պատմությունը ունեն արդեն 300, 400, 500 տարի, այսինքն իտալական բիզնեսները 500 տարեկան են, ընտանեկան բիզնեսները, դա ապշեցուցիչ թիվ է, չէ՞, բայց մի պահ է գալիս, որ ընտանիքի ներսում արդեն ֆինանսները բավարար չեն հետագա աճ ապահովելու համար, եւ իրենք մտածում են, ասում են լավ, մենք հիմա պիտի գնանք արտաքին ներդրող կանչենք, որը մեր ընտանիքից չի, որպեսզի շարունակենք աճել։ Որոշները ասում են մենք չենք ուզում եւ մենք կմնանք փոքր, մենք ուզում ենք մնանք ավանդական, բայց եթե ընկերությունը մտածում է, որ ինքը պիտի դառնա համաշխարհային մակարդակով, իրան պետքա մեծ ներդրող, նույն կերպ ինստիտուցիոնալ միգուցե ներդրող եւ ինստիտուցիոնալ ներդրողը կասի, որ ինքը ուզում է պրոֆեսիոնալ մասնագետ, բայց այդտեղ մի հետաքրքիր պատմություն էլ կա, որ այդ երկրների փորձից է գալիս։ Իրենք հասկանում են, որ իրենց զավակները անպայման չի, որ ունենան կառավարման հմտություն։ Իրենց զավակները միգուցե ուզում են դառնան երաժիշտ, ոչ թե դառնան բիզնեսի կառավարիչ, եւ իրենք պիտի այդ հնարավորությունը զավակներին տան։ Իսկ դրա համար պետք է իրենք հակառակը գտնեն պրոֆեսիոնալի, եւ ենթադրում եմ նաեւ, որ պրոֆեսիոնալիզմը որպես հասկացություն, որ եթե մարդը ունի պրոֆեսիոնալիզմ, ինքը ունի նաեւ էթիկա, օրինակ նույն ACCA-ը, որ դու հանձնում ես բոլոր քննությունները, այն վերևի մակարդակում դու առանձին հանձնում ես էթիկա, առանձին քննություն է դա, որովհետև իրենք համարում են, որ եթե դու այդ երթվյալ հաշվապահես, դու պիտի նաև էթիկայի կանոններին համապատասխանես եւ իրենք քեզ կընդունեն իրենց պալատ, եթե դու համապատասխանում ես։ Եվ հետեւաբար իրենք կարողանում են վստահել սեփականատերերը այնպիսի պրոֆեսիոնալի, որը նաև իր հետ բերում է իր այդ էթիկայի կանոնները, որ ինքը պաշտպանում է ընկերության շահը, ընկերության երկարաժամկետ շահը, այսինքն եւ եթե ունենում է կոնֆլիկտ, ինքը այդ կոնֆլիկտը բացահայտում է, որովհետև դա էլ իր կանոններում ներքին ոնց որ ողնաշարում գրված է, որ եթե կա կոնֆլիկտ, դու պիտի բացահայտես եւ սեփականատիրոջ հետ բաց խոսես կոնֆլիկտի մասին, ոչ թե իհարկե կան վատ кейսեր, բոլորս էլ գիտենք, որ կան վատ кейսեր, բայց այդ վատ кейսերը ընտանիքում էլ կարող են լինել։ Հայաստանում մենք չենք ունեցել այդ 300, 400, 500 տարին, այս 30 տարվա ընթացքում ձեր կարծիքով ինչ փուլի ենք հասել, հա, այդ մասով։ Տեսնում եք ինչ-որ кейսեր, որտեղ ընտանեկան բիզնեսը փոխանցվել է կառավարիչների։ Ամբողջությամբ չի փոխանցվել, բայց կարևորը նա է, որ ճանապարհը բռնել են, այսինքն ճանապարհը բռնել են հասկանալու, որ իրենք պետք է նոր մոդել կառավարման գտնեն, եւ չգիտեմ, միգուցե չափազանցնում են, բայց հայերը գերազանցիկի սինդրոմ ունեն, այսինքն եթե մի բան իրենք իմանում են, որ ճիշտ է, այսպես է, իրենք սկսում են ձգտել, որ հա մենք կարող ենք դա անել, ոչինչ, որ իրենք դա արել են 200 տարվա մեջ, մենք արագ կսովորենք եւ կանենք, եւ ինձ թվում է կան ընկերություններ, որ ձգտում են անել, հասկանալով, որ դա երկար
ժամանակ ատանելու իրենցից, բայց իրենք պատրաստ են դրան։ Իրենք էլ են ուզում ամեն դեպքում մի ուրիշ բանով զբաղվել, դա լա չէ հետաքրքիր։ Եթե մարդը ձեռնարկատեր է, ինքը անընդհատ ուզում է ինչ-որ նոր մարտահրավեր լինի, ոչ թե նույն բանը անի ամեն օր։ Ինքը ասում է, եկեք այս բիզնեսով դուք զբաղվեք, ես գնամ մի հատ նոր բան եմ, նոր իդեա ունեմ, ձեզանից անկախ գնամ զբաղվեմ։ Այսինքն տարբեր մարդիկ տարբեր բան կունենան, էլի ճանապարհ կունենան իրենց բիզնեսը բաց թողելու, բայց առաջի ոնց որ բիզնեսի չափն է ինձ թվում, առաջի գործոնը, որ բոլորին ստիպում է ասել, որ էլ չեմ կարողանում, ուղղակի հնարավոր չի այս ամեն ինչ տիրապետել։ Ինչ որ թվային պատկերացում կա, այդ չափը ինչքանն է կամ ինչով դա չափել։ Հետաքրքիր հարց եք տալիս, ինձ թվում է չէ, չկա։ Ինձ թվում է տեմպն է նաև, գործոնների թիվն է նաև, այսինքն անպայման չի, որ եթե ունես 1000 աշխատող, ապա բարդ է, չէ, կարող է 1000-ից 900-ը նույն գործն են ամեն օր անում, հետեւաբար իրենց հեշտ է կառավարել։ Բայց եթե գործոնները, որոնք ազդում են ընկերության վրա, շատ են, գործառույթները շատ են, ուղղությունները, չգիտեմ, շուկաները, հետեւաբար արդեն դու դառնում ես մի վրա կենտրոնան, մի ուղղության վրա կենտրոնանում ես, մնացածը կարող է բաց թողնես, էլի։ Կարևոր է, որ դու տեղ ունենաս այդ կայուն ուղղություններում ունենաս մեկին, որը գիտի ինչպես անել, որ ոչ մի բան չկանգնի։ Շատ իմ կարծիքով շատ կարևոր է նաև վստահության հարցը, այսինքն այդ առաջին փուլում, երբ որ ընտանեկան բիզնես մտնելու է դրսից մեկը, ինչպես է այդ վստահության հարցը, հա, Հայաստանում։ Շատ բարդ իհարկե, շատ, որովհետև մենք չենք վստահում, այդ էլ պատմական իր բան ունի, պատմություն ունի, մենք չենք վստահում ինստիտուտների, մենք վստահում ենք մարդկանց, ու ինչ որ շատ սուբյեկտիվ գործոններից պայմանավորված, որովհետև այդ մարդը մեզ բարեկամ է հեռու կամ քավոր է կամ չգիտեմ ով է, որը շատ սուբյեկտիվ գործոն է եւ անպայման չի, որ լավ արդյունք է տալու, չէ, բայց մենք պիտի հասկանանք, որ վստահությունը տնտեսության ներուժն է, որ եթե դու կարողանում ես եւ ճիշտ չափելու ձևը ոչ թե ծանոթին վստահելու մեջ է, այլ անծանոթին վստահելու մեջ է։ Եթե քո տնտեսության մեջ երկու հոգի, եթե ծանոթանում են, իրենց առաջի միտքը վստահելն է, ոչ թե հակառակը, դա արդեն տնտեսության համար էականորեն աճի պոտենցիալ է ստեղծում, որովհետեւ մեծ հավանականությամբ այդ երկուսը կգան համաձայնության եւ ինչ որ մի բան կնախաձեռնեն։ Դա կարա լինի նորարարություն, դա կարա լինի համատեղ բիզնես, դա կարա լինի համատեղ փոքր պրոյեկտ, որ իրենք իրար հետ կանեն կամ զուտ իրար հետ բիզնես հարաբերություն կունենան, մեկը մի բան կվաճառի, մյուսը կառնի, եւ եթե by default, այսպես ասած, մարդիկ իրար վստահում են, դա ինչքան ծախսակրճատում բոլորի համար, եւ ինչքան ավելի հեշտ է ընտրություն կատարելը, իսկ երբ որ դու սկսում ես մատակարար ընտրելիս մանգալ այդ մատակարարը քո ծանոթը կլինի եւ հետո պարզվի որ իր ապրանքը անորակ է ու դու ստիպված ասես ծանոթա հիմա ոնց եմ իրեն մերժելու բայց անորակ ապրանքը արդյունքում իմ ապրանքն է տուժում եթե հումքը լավը չի այսինքն մենք ենք մեր կյանքը բարդացնում երբ որ մեր վստահության շրջանակը սահմանափակում ենք բայց մշակույթը պիտի ձևավորվի որ եւ դրա համար իհարկե պետական ինստիտուտները պիտի աշխատեն այսինքն պիտի պարզ լինի որ դատարանը եթե մեկը իրեն ճիշտ չի դրսևորում պատժվում է ոչ թե դատարանը ժամանակ չունի դրանով զբաղվելու եւ դու ստիպված արդեն էլի սկսում ես ծանոթ խառնել որ քեզ մեղք պատճառած անձի նկատմամբ քո վրեժը լուծես դա այդ բացն է որ բերում է նրան որ չի ձևավորվում այդ վստահության մշակույթը այդ վստահության մշակութային շերտը իմ կարծիքով ահագին հաստ է որովհետեւ մոտ 10-15-20 տարի առաջ ես շատ էի նեղվում որ ինչ որ նույնիսկ կարծրատիպ կար հա տարածվում էր որ հայերը ասենք գցող են ասեն շատ կոպիտ ասած հիմա բայց մի փոքր նկատում եմ որ դա այսպես անցյալում է մնացել որոշ դրական տեղաշարժեր կա բայց դեռ ինչքան պետք է անցնի ինչքան այդ լավ кейսերը պետք է լինեն որպեսզի այդ վստահությունը ամրապնդվի նաև մարդկանց միջև էլի եւ կարծում եմ դա մենակ բիզնեսին չի վերաբերում էլ դա շատ տարբեր բնագավառներում է վերաբերում որ պիտի բոլորս մեր երեխեքին էլ այդպես դաստիարակենք որ եթե դու տեսնում ես մարդ ապա ամենայն հավանականությամբ այդ մարդը քո նկատմամբ չարամտություն չունի այսինքն ինքը եւ եթե դու իր նկատմամբ չունես դուք կարողանում եք իրար հետ ինչ որ բան անել միասին
Այդ դա ոնց որ դաստիարակության հարց է, իսկ առաջ մենք միշտ վախեցած էինք, որ մի տեղից անպայման մեկը ուզում է մեզ խաբել։ Նաև հիմնադիրների սեփականատերերի մոտ, հատկապես եթե Հայաստանում վերջին 30 տարում շատ են նման պատմությունները, երբ որ ինչ-որ զրոյից սարքել են, որովհետև նախկինում չի եղել ու շատ հիմնադիրների մոտ նաև այն միտքն է, որ եթե ես զրոյից կարողացել եմ այսքան բան սարքեմ, այդ ով պետք է գա, որ ինձ ինչ-որ խորհուրդ տա։ Կա նման բան։ Անպայման, բայց դա մենակ Հայաստանում չի, այսինքն նույն բանը մենք տեսնում ենք Ամերիկայում եւ մենք բոլորս այդ մարդկանց անուններն էլ գիտենք, այսինքն որոնք որ այնքան ավտորիտար սեփականատեր են իրենց ընկերության, իրենց գաղափարի նկատմամբ, որ իրենք մտածում են, որ եթե ես հանկարծ մի քայլ հետ դնեմ, ամեն ինչ կփլվի։ Դա նորմալ, ինձ թվում է այդ ձեռնարկատիրոջ մտածելակերպ է, եւ այդ ընկերությունները, որոնք որ ինձ թվում է ստարտափ մտածելակերպով ընկերություններ են, այսինքն իրենք միշտ այդ ինչ որ նոր բան անելու հետևից ընկած են, իրենք նորմալ է, որ այդպեսին լինեն, այսինքն նորմալ է, որ իրենք կապված են հիմնադիրի հետ, բայց եթե ընկերությունը մտածում է, որ ինքը ստարտափից արդեն դառնում է կայուն, հասուն, մշտապես ոնց որ աճող, բայց ոչ թե թռիչքաձև, այլ հանգիստ աճող ընկերություն, ապա արդեն հիմնադիրը կարա մի քիչ հետ կանգնի եւ զբաղվի իր նոր գաղափարներով, էլի։ Այսինքն եթե օրինակ հիմա համեմատենք SpaceX-ն ու Tesla-ն, չէ՞։ Ինձ թվում է այդ օրինակը ցույց է տալիս, էլի, ինչ տարբերություն կա Tesla-ի մեջ, եթե ես չեմ սխալվում, Musk-ի բաժնեմասը 20% է։ Այսինքն մնացածը արդեն ուրիշ ներդրողներ են եւ Տեսլան ինչ որ ձևով աճող ընկերություն ունի իր զարգացման ծրագիրը, բոլորի համար այդ ծրագիրը այսպես թե այնպես պարզա ոնց է իրականացվելու եւ արդեն իր ներգրավվածությունը այնտեղ այդքան քրիտիկական նշանակություն չունի որպես անձ։ Իսկ SpaceX-ում որտեղ որ միայն երազանք կա, հա, հետեւաբար այդ երազանքի հետևում պիտի ինքը կանգնած լինի եւ ինքը այդտեղ շատ ավելի մեծ կոնտրոլ ունի ամեն ինչի նկատմամբ, այսինքն այդ ընկերությունում ինքը ունի հատուկ բաժնետոմսեր, որոնք որ երբևիցե ոչ մեկ չի կարողանա իրեն քվեարկելու այդ ամենագլխավոր ձայնից զրկի։ Ինքը համարում է, որ դա այդպես պիտի լինի եւ կարեւորը նա որ ներդրողները դրա հետ համաձայնվել են։ Կարեւորը դա է, այսինքն դա չգիտենք ուրա տանելու, իրոք ոչ մեկ չգիտի թե դա ուրա տանելու, բայց այն մարդիկ, որոնք որ ներ են դրել գումար այդ ընկերության մեջ, շատ խոշոր IPO են արել, չէ, իրենք հավատացել են։ Հա, ու մենք անցած էպիզոդում էլ ենք խոսում, որ իր կապիտալիզացիան հենց ավելի շատ իր անձի կապիտալիզացիան է, որովհետև եթե օրինակ ինքը մի օր ուզենա այդ ընկերությունը վաճառի, առանց իրեն այդ ընկերությունը արժեք չունի, որովհետև այդ ընկերությունը դեռևս ոչինչ չի ստեղծել, այսինքն այդ ընկերությունը այդ ստարտափն է, ուղղակի շատ խոշոր ստարտափ է, էլի, եւ ստարտափին իր պարագայում հավատացել են ինչ որ այլ մեխանիզմների շնորհիվ, էլի, ոչ թե այն կորպորատիվ կառավարման հաշվետվությունների, ինչ հաշվետվություն ունեն իրենք, որ դա կարելի է դիտարկել։ Բայց եթե հետ գանք Հայաստան ու թողնենք ստարտափները, այս նույնը կարող է նաև ավելի ավանդական բիզնեսներում լինել, այդ պարագայում ինչ պետք է հաշվի առնի, հա, հիմնադիրը, որպեսզի հասկանա, որ բացի իրենից նաև կան մարդիկ, ովքեր կարող են խելացի որոշումներ կայացնել։ Հասկանալը չգիտեմ, որովհետև ոնց որ շատ անձնական բան է, չէ՞, դա պիտի հասկանա, որ ոչ մի անձ անսխալ չի, այսինքն չկա նման բան։ Պիտի հասկանա, որ միջավայրը փոխվում է, որ երիտասարդները նոր կրթության, նոր բաներ են սովորում, նոր բաներ են իմանում, նոր տեխնոլոգիաների կիրառությամբ են կարողանում աշխատել, իսկ դու որպես արդեն 30 տարվա փորձ ունեցող մարդ, գիտես ինչ որ բաներ, որոնք որ շատ կարևոր են քո բիզնեսի համար, բայց կարողա չեն տանում բիզնեսը շարունակական աճի, որովհետև աշխարհը փոխվել է, ամեն ինչ փոխվել է, հետևաբար առաջի քայլը ինձ թվում է լսելն է, այսինքն ստեղծել միջավայր, որտեղ որ ոչ թե հենց որ հիմնադիրը մտնում ասենյակ, բոլորը սենց նայում են իր բերանին, տեսնեն ինչ է ասում ու հետո ասեն հա։ Այսինքն ինքը պիտի ոչ թե առաջինը խոսի, այլ պիտի ասի իսկ դու ինչ ես կարծում, դու ինչ ես կարծում, դու ինչ ես կարծում, բոլորի կարծիքը լսի, հետո իր կարծիքն ասի։ Եվ այդ մի անգամ կանի, երկու անգամ կանի, երեք անգամ կանի, ավելի շատ հարց կտա եւ իր աշխատակիցները կամ իր գործընկերները ավելի ազատ կսկսեն խոսել եւ այդտեղ ինքը
արդեն կսկսի մտածել, որ միգուցե ճիշտ բան է ասում, իսկ սա հետաքրքիր է կարելի նայել ու այդ մշակույթը փոխում։ Այդ է շատ կարևոր մշակույթ, որ դու ստեղծում ես խոսելու, իրար լսելու մշակույթ։ Ինչի արդյունքում դու կամաց քայլ առ քայլ սկսում ես վստահել այդ մարդուն, հասկանալ, որ ինքը հասկանում է ինչի մասն է խոսում, էլի, եւ ձևավորել այդ ազատ կոնստրուկտիվ դիալոգի միջավայրը։ Բազմակարծությունը ու ասես կոլեգիալ որոշումները ինչքան կարևոր են, ըստ ես։ Այսինքն ոնց ցույց տալ դրա կարևորությունը, հա։ Տարբեր կարելի օրինակներով էլ ցույց տալ իհարկե, մի հետաքրքիր кейս կա, այ շատ հաճախ այդ Իլոն Մասկի նման գործարարները այնքան մեծ ավտորիտետ ունեն, այնքան մեծ խարիզմա ունեն, որ բոլորը իրենց sense միանգամից վստահում են, որ բոլորը չեն, որ միշտ հաջողության են հասնում, այսինքն մի հատ հայտնի кейս կա, որը WeWork ընկերությունն էր, որը տարածք էր, առաջի coworking, ոնց որ մեծ ընկերություններ համաշխարհային մակարդակով, ես նույնիսկ հիշում եմ խոսում էին Հայաստանն ուզում կան բանսից բաներ, ֆրանշիզայով իրենք վերցնում էին մեծ տարածք, սարքում էին coworking space-եր ու rent էին անում։ Եվ հիմնադիրը տեղ շատ մեծ դեր ուներ, շատ մեծ։ Եվ բոլորը համարում էին, որ ամենահաջողակ, չգիտեմ, Uber-ից հետո հաջորդ հաջողակ ստարտափն է։ Եվ երբ որ ինքը արդեն աճեց այնքան, որ պիտի գնար IPO-ի, IPO գնալը նշանակում է, որ դու բերում ես քո մոտ արդեն աուդիտորներ, դու բերում ես ինչ որ մարդիկ, որոնք որ քո փաստաթղթերն պատրաստում են, որ պիտի տանեն արդեն գրանցելու քո եւ իրենց IPO-ն տեղի չունեցավ, որովհետեւ այդ փաստաթղթերի պատրաստման ընթացքում բացահայտվեցին բազմաթիվ շահերի բախումներ, բացահայտվեց, որ այդ անձը այդ այնց խարիզմատիկ եւ բոլորի համար հաճելի ընկերությունից անընդհատ գումար էր հանում տարբեր պատճառներով եւ իրեն փոխառություն էր տալիս եւ ինչ որ փոխկապակցված ընկերության մեծ գումարներ էր փոխանցում ինչ որ ծառայությունների դիմաց, այսինքն եւ պարզվեց, որ եթե խորհուրդը այդ ընկերությունը մինչև ցուցակվել է ուներ երևի ավելի ֆորմալ խորհուրդ, բոլորը ասենց գալիս էին ասում էին դու շատ լավ փայլուն բան ես ասում, եւ երբ որ իրենք մտածեցին, որ իրենք կարող են գնալ IPO-ի, նույն խորհուրդը այդ շատ լավ բան ես ասում խորհուրդն է երևի համաձայնվել, որ իրենք գնան IPO-ի, եւ երբ որ լուրջ մասնագետներ եկան տեսան, ասեցին, այս ի՞նչ է։ Պարզվեց, որ այդ խորհուրդը իր ֆունկցիան չի կատարել, որովհետև բոլորը համաձայնվել էին։ Իսկ եթե մենք տեղափոխվենք դեպի բազմակարծիք եւ պրոֆեսիոնալ խորհուրդ, որը անկախ դատողություն անելու ունակ է ամեն մեկը եւ միգուցե մեկը սխալ է, այսինքն դա նորմալ է, ինքը այն մտածելակերպն ունի, այն բեքգրաունդը ունի, այն գիտելիքն ունի, որ այս հարցի շուրջ իր կարծիքը սխալ է, բայց երբ որ ինքը մենակ չի, կողքիններն էլ ուրիշ կարծիք ունեն, հետեւաբար եւ բոլորը տարբեր են, այդ սեղանի շուրջ նստած մարդիկ տարբեր են եւ տարիքով, եւ փորձառությամբ, եւ չկա նույն տեսակ մարդ բնականաբար չես կարող կալոնավորել մարդկանց նստածնել մի սեղանի շուրջ։ Եթե իրենք պատրաստ են գալ սեղանին եւ իրենց անկախ կարծիքն ասել, այդ բազմակարծությունը պայմանավորված է պրոֆեսիոնալիզմով եւ անկախությամբ։ Ես կարծում եմ, էլի այլապես ինքը չի աշխատում։ Շատ կարևոր է նաև այդ կազմը ճիշտ ընտրել, չէ, որովհետև օրինակ ընկերությունները ինչ որ որոշակի մասնագիտական ուղղություն են ունենում։ Պետք է մասնագետներից ձևավորել, թե ոչ մասնագետներից, թե ինչ որ միքս անել, այ ասես կատարյալ խորհուրդ ձևավորելու ինչ որ բանաձև կա։ Կա իհարկե կա, բարդ է, այսինքն եւ բարդ է եւ մի գիշերվա մեջ տեղի չի ունենում, այսինքն ընկերությունը նայում է իր ներկա բիզնես մոդելին, նայում է իր ապագա բիզնես մոդելին, հասկանում է, որ այդ բիզնես մոդելում հիմնական ռիսկերը սրանք են, հիմնական հնարավորությունները սրանք են եւ փորձում է մարդ գտնի, որը օրինակ այդ հնարավորությունների հետ երբևիցե առնչվել է։ Այսինքն օրինակ ընկերությունը ուզում է գնա Չինաստանի շուկա, ինքը փնտրում է խորհրդի անդամ, որը Չինաստանի շուկայում աշխատելու փորձ ունի։ Այսինքն ինքը կգա կպատմի, թե ոնց է Չինաստանում, ում հետ պիտի այդտեղ ինչ գնաս խոսաս, որ քո գործը հաջողվի։ Հետո մեկ ընկերություն ուզում է ինչ որ տեխնոլոգիական նորամուծություն անի, հետեւաբար ինքը փնտրում է IT ոլորտի մասնագետ եւ դա կարող է այսօր չի, 2 տարի հետո է ուզում, բայց ուզում է պատրաստի թիմը։ Եվ այդ IT ոլորտի մասնագետը, որ գալիս է խորհուրդ, որը ֆինանսիստ չի, ռիսկավիկ չի, այդ ոլորտի մասնագետ չի, որ այդ ընկերությունը գոյություն ունի, բայց ինքը արդեն թիմ է սկսում ձևավորել, խոսում է մարդկանց հետ, որոնք որ գործադիրի մեջ են, ասում է այս մարդը պոտենցիալ ունի, այս
ուղղության տանելու համար, բայց դա մեծ ժամանակատար աշխատանք է եւ մատրիցաներ գոյություն ունեն, որտեղ որ դու գրում ես քո խորհրդի անդամների կոմպետենցիաները եւ քո ապագա ընկերության անհրաժեշտ գիտելիքն ու փորձառությունը եւ բացերը դուրս ես բերում եւ այդ բացերին համապատասխան փորձում ես մարդ գտնես, ինչը իհարկե հեշտ չի, այսինքն ժամանակատար գործ է։ Հա, ես կարդում եմ մի հատ ընկերության մասին, որը բժշկության ոլորտում էր աշխատել ու այսպես խորհուրդ էր հավաքել ինչ-որ սուպերստարերից, բայց որոնք որ տարբեր, ասենք, պետական նախկին պաշտոնյաներ, ինչ-որ կորպորատիվ լուրջ դեմքեր, բայց որևէ մեկը բժշկության հետ կապ չէր ունեցել ու դա դարձել էր նաև ձախողման պատճառ։ Մի պահ ընդհատեմ մեր զրույցը։ Սա Ֆինքասթի արդեն 30-րդ էպիզոդն էր ու այն անհնար կլիներ առանց ձեզ, առանց այն մարդկանց, ովքեր դիտում, լսում, տարածում եւ քննարկում են էպիզոդները։ Այնպես որ անչափ շնորհակալ եմ։ Ու հենց դրա համար մի խնդրանք ունեմ։ Եթե դուք դեռ չեք բաժանորդագրվել մեր ալիքին, արեք դա հենց հիմա։ Եվ ամենակարևորը, ակտիվորեն գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում։ Շատ էպիզոդների թեմաներ եւ հյուրեր հենց ձեր առաջարկներից են ծնվում։ Իսկ հիմա շարունակենք զրույցը։ Եթե ես ճիշտ հասկացա, որ ընկերության մասին եք, որի հիմնադիրը հետո բանտ նստածվեց Ամերիկայում, եթե այդ ընկերության մասին եք, հայտնի շատ հայտնի кейս է կորպորատիվ կառավարման, որովհետև այո, այդ աստղայինը, որը ես աստղեր կհավաքեմ, մենք Հայաստանում այդպես кейս ենք ունեցել։ Ես աստղեր կհավաքեմ խորհրդում եւ բոլորը կմտածեն, որ ես իդեալական ընկերություն եմ, էլի, բայց այդ աստղերն էլ ունեն իրանց խնդրեմը, այսինքն իրենք ժամանակ չունեն։ Այդ աստղը այնքան տարբեր ընկերությունների խորհուրդներում, չգիտեմ, կոնֆերանսների ա գնում, այստեղ անում, այնտեղ ա գնում, ինքը չի հասցնում նյութերը կարդա, ինքը չի հասցնում բիզնես ծրագիրը հասկանա, ինքը տենց իր աստղային բանի մեջ, դեն կերպ ոնց որ դերասաններն են անում, մտածում է, որ մենակ իր ներկայությունը արդեն բոլոր խնդիրները լուծում է։ Հասկացա։ Մի քանի կողմից նայեցինք, այսինքն հասկացանք երբ է պետք կորպորատիվ կառավարումը, մի փոքր հասկացանք նաև ինչու է պետք կորպորատիվ կառավարումը կոնկրետ Հայաստանում, բայց բացի ներդրումներ ներգրավելու հնարավորությունից, այսպես ավելի երկարաժամկետ էլ ինչ օգուտներ կան, որով կորպորատիվ կառավարվող ընկերությունը առավելություն ունի մյուս ընկերությունների նկատմամբ հենց հայկական իրականության մեջ։ Կարծում եմ ամեն դեպքում ներդրումները կարևոր են եւ ներդրումները եւ ինստիտուցիոնալ եւ կապիտալի շուկա դուրս գալու պարագայում, այսինքն ընկերությունը եթե որոշում է որ իրեն էժան փող է պետք ամեն դեպքում, ինքը պիտի սկսի մտածել կապիտալի շուկայի մասին, որովհետեւ եւ եթե ինքը գիտի որ ինքը այդ պատրաստ է ձևավորել այդ հաշվետվականության եւ ճիշտ կառավարման պրակտիկաները։ Մյուս կողմից ընկերության ներսում է ձևավորվում կուլտուրա, որովհետև երբ որ խորհուրդը ամեն դեպքում ամեն ինչ դարձնում է ավելի կանխատեսելի, ավելի կանոնակարգված, որոշներին կթվա որ ավելի բյուրոկրատ, բայց ընկերության ներսում աշխատակիցների համար դա դառնում է ավելի կոմֆորտ, այսինքն իրանք գիտեն, որ կա կանոնակարգ եւ մենք չենք գալու մյուսօր առավոտը եւ պարզվի, որ լրիվ ուրիշ բանով ենք զբաղվում այսօր, որովհետեւ խորհուրդը պիտի քննարկի, պիտի որոշի եւ այլն, այսինքն կա ինչ-որ process եւ կա ռազմավարություն եւ այդ ռազմավարությունը 3 տարվա առնվազն փաստաթուղթ է եւ մենք այդ ուղղությամբ ենք շարժվում, այսինքն նաեւ աշխատակիցների մոտ է ձևավորվում ավելի ոնց որ կայուն կուլտուրա աշխատելու գործընկերների, այսինքն եթե դու ուզում ես եվրոպական գործընկեր ունենաս, որը քո ապրանքների կամ ծառայությունների գնորդը պիտի լինի, ինքը նայելու է թե քեզ մոտ ոնց են որոշումները կայացվում, էլի որպեսզի ինքը վստահ լինի, որ դու ապահովելու ես մի տարի հետո նույն ապրանքի որակը, ինչ որ ինքը հիմա քեզ հետ պայմանավորվում է, կամ նույն քանակը, կամ դու մի օր չես որոշի, որ քեզ համար ուրիշ շուկան ավելի հետաքրքիր է եւ այդ մարդուն թողես առանց այն նրա ինչի բացի որ դուք համաձայնվել պետության կողմից, այսինքն եթե էլի պետությունը կամ կարգավորողը, եթե ընկերությունը կարգավորողի դաշտում է գտնվում, կարգավորողը գիտի, որ այդտեղ կա մի քանի անկախ աչք, որը դիտարկում է, թե ինչ է տեղի ունենում, էլի ավելի հանգիստ է լինում։ Այսինքն ոնց որ կորպորատիվ կառավարումը ստեղծում է վստահություն, ստեղծում է այդ ընկերության նկատմամբ վստահություն ձևավորելու ալիք,
որը բոլորի կողմից է, ով որ այդ ընկերության հետ համագործակցում է, բոլոր շահագիցների։ Իհարկե մեկը շատ, մեկը քիչ, բայց բոլորի համար։ Իսկ թե վստահությունը ինչքան է կրճատում ծախսերը, այդ արդեն խոսեցինք։ Մյուս կարևոր կետը նաև քիչ առաջ նշում եք, որ այդ աստղերը այդքան էլ ներգրաված չեն խորհրդի կազմում, ինչպես պետք է այդ խորհուրդը ձևավորել, որպեսզի նաև անդամները լիարժեք ներգրաված լինեն եւ ունենան մոտիվացիա դա անելու։ Մոտիվացիա հարց չպիտի լինի, կարծում եմ, այսինքն այդտեղ ոնց որ խորհրդի անդամը երբ որ դառնում է խորհրդի անդամ, ինքը իր վրա վերցնում է, դա կոչվում է ֆիդուցիար պատասխանատվություն, այսինքն ինքը կրում է պատասխանատվություն ընկերության բաժնետիրոջ առջև, բաժնետերերի առջև, որ ինքը կայացնելու է որոշումներ ելնելով ընկերության երկարաժամկետ շահից։ Եվ Եվրոպայում կան հայտնի кейսեր, երբ որ խորհրդի անդամներին դատի են տվել, որ խորհրդի անդամը ճիշտ որոշում չի կայացրել։ Փոքր բաժնետերերն են դա անում, դա հատկապես բնապահպանական դեպքերում է տեղի ունենում, բայց մեծ խնդիր է, մեծ գլխացավ է ընկերության համար առաջացնում, եւ այդ նույնիսկ Եվրոպայում տարածված է, հուսամ Հայաստանում էլ կառաջանա, դա այդ խորհրդի անդամի պատասխանատվության ապահովագրության ինստիտուտն է։ Այսինքն այդ խորհրդի անդամը ասում է, ես ամեն ինչ նայել եմ, ես ամեն ինչ գնահատել եմ, ինչքան որ հասկացել եմ, ես որոշում եմ կայացրել։ Հետո եթե ես բնապահպանը մտածում ա, որ ես քիչ բնապահպան եմ, ես ինչ մեղավոր եմ, չէ՞։ Բայց շատ հետաքրքիր խնդիրներ են ունեցել շատ խոշոր ընկերություններ եվրոպական այդ թեմայի շուրջ, հա։ Հետևաբար ընտրելու պահից է պետք, այսինքն դու ընտրելու պահից հասկանում ես այդ մարդու զբաղվածությունը, դու հասկանում ես, որ ինքը ամսվա ընթացքում կարող է մի ժամ պատրաստ նվիրի ընկերությանը, իսկ ընկերությունը ավելի շատի կարիք ունի։ Այսինքն հետևաբար միգուցե չարժի գնալ աստղայինի հետևից, միգուցե իմաստ ունի մի քիչ հայտնիության նշաձողը իջեցնել եւ ընտրել ավելի պատրաստական մարդ, որ զուտ ժամանակի առումով տարիքային միգուցե նույնիսկ, որովհետեւ դե ինչքան տարիքը մեծանում է այդ աստղային մարդկանց, իրանք ավելի քիչ են ուզում աշխատեն, ավելի շատ են ուզում հանգստանան։ Դա տրամաբանական է, ոչ մի բան չկա դրանում, չէ։ Այսինքն ամենաընտրության պահից է ճիշտ պետք որոշում կայացնել, էլի։ Եվ եթե մի բան սխալ է գնում, նստել, քննարկել, ասել, որ այդպես ճիշտ չի, այդպես արդյունավետ չի, որովհետև խորհուրդը բոլորը պիտի ոնց որ ներգրաված լինեն, էլի։ Եվ դա էլ է, հա, մյուս challenge-ը, որ խորհուրդը իսկապես լիարժեք ինքը իր ֆունկցիան ունենա Հայաստանում ինչպես է գնահատում, մենք օրինակ ունենք ավելի շատ ֆիկտիվ խորհուրդներ, թե ավելի շատ աշխատող խորհուրդներ, ինչ փուլում ենք, հա, այդ իրական խորհուրդներ ունենալու մեր ճանապարհին։ Այդտեղ երկու ծայրահեղություն կա, այսինքն եթե խորհուրդը շատ նվիրված աշխատում է, ամեն օր գալիս է աշխատանքի եւ ամեն ինչից տեղյակ է, դա լավ է, որովհետեւ մենք չենք ուզում խորհուրդը դառնա գործադիր, մեզ համար շատ կարեւոր է, որ գործադիրը լինի գործադիր, իսկ խորհուրդը լինի գործադիրի աշխատանքը վերահսկող։ Եվ մենք Հայաստանում այն кейսներն ունենք, այն кейսներն ունենք, այսինքն մենք ունենք եւ խորհուրդներ, որոնք որ փաստացի գործադիր է, որը ճիշտ չի, որովհետեւ դու զրկում ես քեզ այդ գործադիրին վերահսկելու ֆունկցիայից, որը առանձին ֆունկցիա է, պիտի լինի։ Գործադիրը ամեն օր պիտի գա աշխատանքի, պիտի ամեն դետալից տեղյակ լինի եւ խորհուրդը պիտի արդեն իմանալով հստակ շրջանակ թե ինչպես է վերահսկում գործադիրին, այսինքն մենք ունենք այս KPI-ները, մենք ունենք այս ռազմավարությունը, այս կարևոր գործողությունները, որ պիտի այդ ռազմավարությունը իրագործելու ընթացքում կատարվեն, եւ ունենք այս ռիսկերի ախորժակները, մենք ունենք այս չգիտեմ, լրացուցիչ ինչ-որ ստուգելու հարցերը եւ խորհուրդը դրանց է նայելու։ Իսկ գործադիրը արդեն իրագործել է։ Իսկ մյուս բանն էլ նա է, որ գործադիրը ուղղակի գալիս է ֆորմալ հաշվետվություն է տալիս, խորհուրդը ասում է շատ ապրես, առանց հասկանալու արդյոք իրոք ինչ որ խոստացել էին, ինչ որ քննարկվել էր, դա է արվել, թե ինչ որ ուրիշ բան է արվել։ Այսինքն դա էլ մյուս ծայրահեղությունն է։ Եվ կարծում եմ վերջի 3-4 տարվա ընթացքում մենք ունենում ենք կամած ինչ որ բալանսի ենք փորձում գանք այն ընկերություններում, որոնք որ ունեն խորհուրդ, իսկ դա հիմնականում կարգավորող դաշտի ընկերություններն են, քիչ ունենք ոչ կարգավորման տակ գտնվող ընկերություններ, որոնք որ կորպորատիվ կառավարումը տենց լուրջ են ընդունում, էլի։ Բացի այն ընկերություններից, որոնց մասին որ խոսեցինք, որ ունեցել են արտաքին ներդրող եւ այդ ներդրողի արդյունքում ժառանգել են նաեւ խորհուրդ։ Կարծում եմ ճանապարհի վրա ենք, կարծում եմ բավական արագ ենք փոփոխությունների ենթարկվում,
Եվ կարծում եմ, որ ճանապարհ կա դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու, նույն ասենք պրոֆեսիոնալ տնօրենների այնպես չի որ շատ են Հայաստանում մարդիկ, որոնք որ պատրաստ են ոչ թե գործադիրում աշխատել, այլ խորհրդում աշխատել, ինչը նշանակում է, որ իրենք ուրիշ զբաղվածություններ պիտի ունենան, էլի։ Այդ մի փոքր կմանրամասնեք։ Քիչ առաջ ասեցի, չէ, որ խորհուրդը չպիտի ամեն օր գա գործի եւ ամեն ինչից տեղյակ լինի, այսինքն խորհուրդը ունի իր օրակարգը, ունի իր ժամանակ օրացույցը, որ ինքը ունի քննարկելու հարցեր, հաշվետվություններ, որ պիտի նայի, բայց դա սահմանափակ է, այսինքն ինքը պիտի ունենա մենակ ամենավերևի շերտից ինֆորմացիա եւ եթե իրեն հետաքրքիր լինի, նոր հարցնի ինչ որ մի բան ներքևի շերտից։ Այդ նշանակում է, որ ինքը ամեն օր չի վեր կենալու ժամը 8-ին։ Այդ դեպքում պրոֆեսիոնալ տնօրենի գործառույթը ո՞րն է։ Պրոֆեսիոնալ տնօրենը ունենում է կամ մի քանի տեղ է աշխատում որպես տնօրեն, այսինքն ինքը մի քանի ընկերությունում է տնօրեն աշխատում, կամ ինքը բացի պրոֆեսիոնալ տնօրենից խորհրդատու է, կամ ինքը բացի պրոֆեսիոնալ տնօրենից ինչ որ ընկերության հիմնադիր է, կամ ինքը դասախոս է, շատ տարածված է Եվրոպայում, բայց դա էլ մի քիչ ակադեմիկացնում է, էլի, այսինքն խորհուրդը պիտի փորձ ունենա մի քիչ պրակտիկ, չպիտի շատ ակադեմիկ լինի, այսինքն այդ բալանսն է, որ մարդ պիտի պատրաստ լինի կարիերայի, այդ մի քիչ այլ ընտրանքային կարիերայի, երբ որ դու այդ 1000 հոգի կառավարողը չես, դու վերահսկողն ես, ինչը մի քիչ ուրիշ մտածելակերպ ամեն դեպքում, եւ ոչ բոլորը ունեն հիմա այդ ամբիցիան։ Հիմնականում մարդիկ ունեն ամբիցիա, որ գնամ կառավարեմ, անեմ, ամեն ինչ մտնեմ ամեն դետալի մեջ, իսկ ստեղ ոնց որ ասում ես, չէ, դու վստահում ես, ինքը կառավարում է, դու ընդհանրապես համոզվում ես, որ ամեն ինչ ճիշտ ուղղության վրա է գնում։ Բայց նույնիսկ խորհուրդը չի երաշխավորում, որ բոլոր որոշումները կլինեն ճիշտ։ Իհարկե չի երաշխավորում, այսինքն հատկապես այն դեպքերում, երբ որ գործադիրը այդտենց շատ ամբիցիոզ, շատ խարիզմատիկ, շատ ուժեղ եւ նաեւ բաժնեմաս ունեցող անձնավորություն է, շատ քեյսեր կան, այսինքն օրինակ էլի հայտնի Նիսանի քեյսն է, որ այդ մարդը էլի բանտ է գնացել իրան Սիոն, բանտ է գնացել, որովհետեւ խորհուրդը էլի տենց անվերապահորեն համաձայնվել է ինչ որ այդ մարդը արել է, բայց փաստացի լավ բաներ չէր անում եւ այսինքն էլի շահերի բախման մասին փաստերը չէր բացահայտում եւ խորհուրդը ոնց որ չէր նկատում դա, ինչը նշանակում է խորհուրդը ինքնուրույն չի աշխատում, խորհուրդը ունի օգնող մարմիններ, այսինքն ինքը ունի ներքին աուդիտորը պիտի կարողանա գա խորհրդին պատմի, որ սենց խնդիր է նկատել, կարող է ունենա ներքին վերահսկողության համար պատասխանատու մարդիկ եւ այդ մարդիկ խորհրդի հետ պիտի անընդհատ երկխոսության մեջ լինեն, որ խորհուրդը հանկարծ այնց կարևոր բացթողումներ չունենա, ինչպես որ օրինակ Նիսանի դեպքներ։ Բայց ժամանակակից տեխնոլոգիական միջավայրը հատկապես, այսպես իր արագությամբ ու պլյուս երբ որ գնահատում ենք, խոսեցիք SpaceX-ից, բայց շատ ընկերություններ կան, այդ որտեղ ամեն դեպքում հիմնադրի դերը շատ ուժեղ է, հա, չգիտեմ, նույն Facebook-ը, նույն Apple-ում միշտ եղել է տենց մի մարդ, ում որ գրեթե միանձնյա որոշումների հնարավորություն է ունեցել։ Ինչու է դա այդպես, իրենք դեռ ստարտափ են, թե այդ ոլորտը մի քիչ ուրիշ կանոններ է պահանջում։ Երևի շատ բարդ հարց է, որովհետև զուգահեռ մենք ունենք Microsoft-ը, որը լավ кейս է, այսինքն այդ կորպորատիվ կառավարման տեսանկյունից, այսինքն երբ որ հիմնադիրը այն կողմա գնացել, ձևավորել է խորհուրդը ներգրավել է պրոֆեսիոնալ, միշտ պրոֆեսիոնալ CEO, պրոֆեսիոնալ CEO-ն եթե մի բան լավ չի արել, իրեն աշխատանքից ազատել են, մյուսին են բերել, այսինքն ոնց որ նշանակում է, որ հա Microsoft-ը ավելի կայացած է, ինքը ավելի գիտի ինչ է անում եւ կանխատեսելի է եւ նաեւ հիմնադիրը որոշել է, որ ինքը չի ուզում դրանով զբաղվել, ինքը ուզում է իր ժամանակ ուրիշ բաներին նվիրի, բայց մենք ունենք ամեն դեպքում ոչ IT ոլորտում շատ ընկերություններ, որոնք որ այդպեսին չեն, այսինքն որտեղ որ այդ կորպորատիվ կառավարումը իրոք ապահովում է, որ ամեն պահի ճիշտ տնօրեն նշանակված լինի, որովհետև դե խորհուրդն է տնօրենին որոշում, ընտրում եւ նշանակում։ Եվ եթե տնօրենը ճիշտ չի կատարում, ճիշտ չի իրագործում ռազմավարությունը, ուրեմն պետքա փոխել այդ տնօրենին։ Կամ հատկապես եթե տնօրենը ստեղծում է շահերի բախում եւ սեփական շահից ելնելով որոշումներ կայացնում, ոչ թե ընկերության շահից ելնելով։
Բայց հետաքրքիր հարց է, ինչու են այդ ընկերությունները տենց շարունակում։ Ես չեմ կարծում, որ Apple-ը հիմա տենց շատ այդ տեսակ է, այսինքն կարծում եմ իրենք էլ են արդեն ավելի ինստիտուցիոնալացրել իրենց մոտ կորպորատիվ կառավարումը։ Իսկ այն ընկերությունները, որոնք որ սոցցանցերն են, այդ բարդ է իրենց մոտ բարդ է, որովհետև այդտեղ արդեն ինձ թվում է ոչ բիզնեսի հարցեր կան, էլի արդեն ազգային անվտանգության եւ այդ տեսակ հարցեր էլի։ OpenAI-ը նաեւ, որտեղ նաեւ հետաքրքիր кейս եղավ, երբ խորհուրդը փորձեց հեռացնել Sam Altman-ին, բայց հետո ճնշման տակ հետ եկավ ու ճիշտ եք ասում, օրինակ նույն OpenAI-ն էլ մինչեւ հիմա ինքը իր կանոնադրությամբ շահույթ հետապնդող է եւ ուրիշ դրայվերներ կան նաեւ այնտեղ շատ տարբեր են, հա, եւ իրոք այդ ազգային անվտանգության հարցերը կամ այդ տեսակ հարցերը, որոնք որ արդեն, չգիտեմ, իրանց գոսդեպի հետ են կապված, նշանակում է, որ երևի իրենք այլ պրիզմայով են աշխատում, այլ ձևով են կառավարվում եւ ակնհայտ էր, չէ, որ OpenAI-ը առանց այդ մարդու ինչ որ ուրիշ բաներ դառնալու, այսինքն այն չէր դառնալու, ինչ որ պիտի դառնար։ Դե բայց հիմա էլ ասում եմ, որ իր հետ դառնում է ուրիշ բան, քան պետք է դառնար։ Չգիտեմ, բարդ է, այդ դրա մասով բարդ է, բայց ամեն դեպքում մենք նոր ենք սովորում, հա, այդ տեսակ ընկերություններում ոնց է տեղի ունենում, հա, որտեղ որ այդ տեսլականը, հիմնադրի տեսլականը շատ ուժեղ ազդեցություն ունի, այսինքն եւ շուկան քիչ մրցակցային է, դա էլ է խնդիր։ Այսինքն հիմա Facebook-ը ոչ մրցակցային շուկա է, ոնց գնահատես այդ ընկերությունը լավ աշխատում, թե չէ։ Հետաքրքիր է։ Ամեն դեպքում տնօրենի դերը նաև կարևորություն ունի։ Խնդրեմ մի փոքր պատմեք նաև տնօրենների հայկական ինստիտուտի մասին ու ինչ առաքելություն ունի ինքը ու որն է տնօրենի այն տեսակը, հա, որ Հայաստանում պետք է աշխատի եւ արդյունավետ լինի։ Տնօրենների ինստիտուտը արդեն 10 տարվա պատմություն ունի եւ իր առաքելությունը նա էր, որ մի քանի ուղղություններով մեկը ձևավորել իր ազեկվածություն եւ որ մարդիկ իմանան թե ինչա կորպորատիվ կառավարումը, որպիսի ստեղծված լինի օրենսդրական այնպիսի շրջանակ, որը նպաստի կորպորատիվ կառավարման զարգացմանը, որովհետև ինչքան էլ մենք խոսենք, որ դա ընկերության ներսի գործն է, բայց ամեն դեպքում մենք ունենք բաժնետիրական ընկերությունների մասին օրենք, մենք ունենք կենտրոնական բանկի տարբեր կարգավորումներ, որոնք որ ազդում են։ Հետևաբար ձևավորել են օրենսդրական շրջանակը, որը կնպաստի ճիշտ կորպորատիվ կառավարման ձևավորմանը։ Ճիշտ որ ասում ենք, ի նկատի ունենք նրան, որը համապատասխանում է, ասենք ՏՀԶԿ OECD սկզբունքներին, որոնք որ ոնց որ աշխարհի զարգացած երկրներից հավաքում են այդ կորպորատիվ կառավարման փորձը եւ ամփոփում են ոնց որ սա ճիշտ սկզբունքներն են եւ update են անում։ Մի քանի հիմնական սկզբունք կնշեք, օրինակ ոնց Մենք իրականում բոլոր սկզբունքներից ինձ թվում է գրեթե բոլորի մասին կամաց խոսել ենք, այսինքն այն որ բաժնետերը, գործադիրը եւ արանքում խորհուրդը, հա, իրենք ինչպես են իրար հետ համագործակցում եւ որտեղ է իրենց բաժանումը, որ խորհրդի անդամները պիտի պրոֆեսիոնալ եւ անկախ լինեն, որ թափանցիկություն, հաշվետվողականություն, այսինքն այդ ամեն ինձ թվում է կամաց ամեն ինչի մասին շոշափել ենք։ Եվ երրորդ առաքելությունը կարելի ասել ձևավորել այն միջավայրը, այն մարդկանց ինչպես կարելի ասել, փուլը, որ մարդիկ իրար ճանաչեն, որպես որ պոտենցիալ խորհրդի անդամներն են, որովհետև դա տարածված պրակտիկա է, բոլոր այդ զարգացած երկրները ունենում են, որ մարդիկ իրար հետ շփվում են տնօրեններով, իրարից բան են սովորում, դրսից ինչ որ փորձագետ են հրավիրում, ինքը իրենց ինչ որ նոր բան է սովորեցնում եւ իրենք միասին փորձում են ամեն մեկը իր ընկերությունում միջավայր փոխի, մշակույթ փոխի, իրար հետ սովորելով ավելի պրոֆեսիոնալ դառնան եւ մյուս կողմից եթե կա ինչ որ ընկերություն որը հետաքրքրված է անկախ տնօրեն պրոֆեսիոնալ տնօրեն ներգրավմամբ կարող է դիմել եւ տնօրենների ինստիտուտը իրեն ինչ որ առաջարկ կանի, որը կհամապատասխանի այն մատրիցայի պահանջներին, այսինքն որ եթե ձեզ պետք է այս պրոֆիլով, այս երկրի փորձով եւ այլն, մենք կարող ենք այս տեսակ մարդներ գրավել կամ մենք կարող ենք մեր եվրոպական գործընկերների հետ, որոնց հետ մենք համագործակցում ենք, իրենց բազայից նման մարդ գտնել, որովհետեւ Հայաստանում մենք ունենք բազմաթիվ ոչ ռեզիդենտ խորհրդի անդամներ։ Հայաստանում նաև վերջին շրջանում
կապիտալի շուկայի որոշակի ակտիվությունը նաև շատ ընկերություններին տարավ, այդ ճանապարհով, որ իրենք ձևավորեն որոշակի կորպորատիվ կառավարման գոնե ֆրոնտը, որ ինչ է կարծում որակապես դա ինչ տեսք ունի, որովհետև ընկերությունները հիմնականում պարտատոմսերի թողարկումներ են անում շատ տարբեր բնագավառների, եթե նախկինում միայն կարգավորվող ոլորտների ընկերություններ էին, հիմա տեսնում ենք շինարարական, առևտրային, ինչ-որ, բայց արդյոք այդտեղ մենք ստացել ենք գոնե արմատները որոշակի կորպորատիվ կառավարման։ Ես կարծում եմ, որ մի քիչ ճիշտ կողմից չի այդ ծառը աճել, այսինքն զարգացել է շուկան թվերով, որ նայում ենք, այսքան ավելի շատ ընկերություն կա, որ մտել է շուկա, բայց եթե փորձենք հասկանանք ինչի պատճառով է մտել շուկա, արդյոք այն պատճառով, որ ինքը հասունացել է, հասկացել է, որ ինքը պատրաստ է իր կառավարման որակով համարվի ցուցակված ընկերություն եւ թողարկում անի, որպեսզի ներգրավի սկզբից պարտատերեր եւ հետո բնական քայլը հաջորդ բաժնետերեր, որովհետեւ եթե դու գնում ես պարտատերեր ես ներգրավում, մարդիկ քեզ սկսում են ճանաչել, քեզ սկսում են վստահել, որովհետեւ դու ոնց որ կանոնավոր իրենց հաշվետվություն ես ներկայացնում եւ հաջորդ քայլով դու ասում ես, դե հիմա կուզեք դառնանք իմ բաժնետերը եւ միգուցե չգիտեմ 20%-ը քո պարտատերերի ասի, հա, ես ուզում եմ դառնալ քո բաժնետերը։ Այդ բնական ճանապարհն է։ Բայց այս ընկերությունների մի զգալի մասը, որոնք որ հիմա պարտատոմս են թողարկել, այս ճանապարհով չեն գնացել։ Ես, եթե ճիշտ եմ մեկնաբանում, կառավարությունը ընդունել էր ծրագիր, որը որ միտված էր շուկայի զարգացմանը, որը ապահովում էր, որ այդ ընկերությունների, որոնք որ որոշում են պարտատոմս թողարկեն, տրանզակցիոն ծախսերը կառավարությունը փակելու է, մի քիչ էլ փակելու է իրենց տարեկան տոկոսավճարներից։ Ինչը բերեց նրան, որ ընկերությունը գնում էր բանկ, ասում էր ինձ վարկ է պետք, բանկը ասում էր վարկ քեզ պետք չի, արի պարտատոմս թողարկենք։ Ես քո պարտատոմսերը կառնեմ։ Եվ հետո էլ ինչ որ մեկը կառնի եւ հետեւաբար ինչ էր տեղի ունենում, այդ ընկերությունը մտնում էր ինչ որ process-ի մեջ, որը իր համար մենակ ֆորմալ թղթաբանություն էր, որի արդյունքում ինքը ստանում էր ավելի էժան վարկ, որովհետև մեկը դա կարելի է վարկ անվանել, որովհետև այնպես չի, որ ներդրողների բազան է ավելացել եւ մանրածախ իմ ու քո նման մարդիկ չեն արել ներդրում, որ հետո գնան դառնան այդ ընկերության բաժնետերը, ինչը ճիշտ ուղղությամբ չի գնացել, այսինքն երբ որ այդ աջակցության ծրագիրը դադարի լինել, այդ ընկերությունը կգնա բանկ եւ կասի դուր ինձ վարկ, որովհետև այս ավելորդ գլխացավը ինձ պետք չի։ Մենք մի անգամ ինստիտուտի մի քանի անդամներով մտածեցինք ուսումնասիրենք, թե որքանով են ընկերությունները, որոնք որ վերջերս են ցուցակվել, համապատասխանում ֆորմալ առումով, մենակ ֆորմալ, այսինքն ֆորմալ ինքը ոչ թե պիտի մենք ստուգեինք ինքը արդյոք համապատասխանում այդ ՏՀԶԿ-ի սկզբունքներին կամ Հայաստանի կորպորատիվ կառավարման կանոնագրքին, չէ, ընդհանրապես ինքը հայտարարագիրը լրացրել է, թե չէ։ Հայտարարագրի ընդհանրապես փաստաթուղթ էր, որ ինքը պիտի հրապարակեր։ Մի զգալի մասը չէր արել դա։ Այսինքն նույնիսկ այդ ֆորմալ մասը իրենք չեն ապահովել։ Ես ցավում եմ, որ մենք ունենք այն իրավիճակը, որ կարող է ընկերությունը գնացել է այդ ճանապարհով եւ նույնիսկ լիարժեք չի իրազեկվել, թե այդ ճանապարհը իրենց ինչ է ներկայացնում։ Երբ որ դու նայում ես ընկերության ազդագիրը եւ նայում ես ով ազդագիրը ստորագրում, իսկ ազդագիրը ստորագրում է խորհուրդը։ Այսինքն խորհուրդը երաշխավորում է, որ ազդագրում ներկայացված տեղեկատվությունը ճշգրիտ է եւ որ ընկերությունը քեզ չի ներկայացնում սուտ ֆինանսական ցուցանիշներ կամ կանխատեսումներ։ Այսինքն որ խորհուրդը երաշխավորում է եւ հիշում եք աստի ֆիդուցիար պատասխանատվություն, այսինքն խորհուրդը իր անձնական պատասխանատվությունն է կրում այդ փաստաթղթում եղած ինֆորմացիայի համար։ Նայում ենք ով ստորագրել ազդագիրը, մարքեթինգ, ՏՏ մասնագետ, այսինքն այդ մարդիկ խորհուրդ չունեն, իրենք չունեն խորհուրդ եւ այդ մարդը, որ այդ մարքեթինգի պատասխանատուն էր, որ ազդագիրը ստորագրում էր, ինքը չէր հասկանում, որ ինքը կրում է պատասխանատվություն եւ բնականաբար ինքը չգիտի, չունի գիտելիք գնահատելու արդյոք ազդագրում ներկայացված տեղեկատվությունը ճիշտ է։ Դա խնդիր է, այսինքն երբ որ դու փորձում ես արհեստական ինչ-որ մի բան զարգացնես, բայց դրա ֆունդամենտը դեռ կառուցված չի։
Բայց մյուս ժամանակ ինձ թվում է մենք ունենք Հայաստանում ընկերություններ, որոնք որ պատրաստ են այդ ճանապարհը բռնել, բայց իրենց համար միգուցե ինչ որ ուրիշ բան է պետք էլի, ուրիշ աջակցության միջոց է պետք։ Իրենք ուրիշ տեղից պիտի ցույց տեսնեն, թե դրա օգուտները իրենց համար որոնք են, էլի, որ իրանք դառնան ինստիտուցիոնալ։ Մենք որպես պետություն պիտի ձգտենք, որ մեր հաջողակ ընկերությունները, որոնք որ 30-20 տարվա ընթացքում ինչ որ բանի են հասել, որ իրենք շարունակեն ապրել։ Մենք բոլորս կուզենք, որ այդպես լինի։ Նրանք, որոնք որ իհարկե արժեք են ստեղծում, ոչ թե զորով պահենք նրանց, որոնք որ վնաս են կրում, այլ նրանք, որոնք որ արժեք են, պոտենցիալ են, որ կարող են գնալ կողքի երկրներում իրենց բիզնես մոդելը կիրառեն եւ այլն։ Հետեւաբար մենք պիտի փորձենք իրենց բան անենք, կայունացնենք, իրենց դարձնենք ինստիտուցիոնալ։ Ինչով կարող է պետությունը օգնել իրենց։ Իհարկե, եթե էլի դա երկար ճանապարհ կարա լինի, իսկ մենք միշտ ուզում ենք կարճ ճանապարհ գտնենք, հա, այդ երկար ճանապարհը այդ ինստիտուտներ ձևավորելն է, այսինքն մշակույթ փոխել, ինստիտուտ ձևավորել։ Նույն այս կորպորատիվ կառավարումը ընկերություններում նշանակում է, որ դու ներսում ընկերության ձևավորում ես ինստիտուտ, որը մի անձից չի կախված։ Խորհրդի, չգիտեմ, 5 հոգի է խորհրդում, եթե մի հոգին որոշեց երկրից գնա կամ որոշեց ուրիշ բանով զբաղվի, դու մեկին փոխարինում ես, խորհուրդը շարունակում է աշխատել, ոչ մի բան չի քանդվում։ Այդ շատ կարևոր է, այսինքն որ դու ունենում ես կայունություն, անկախ ամեն ինչից, անկախ հանգամանքներից։ Եվ մշակույթ փոխելը նշանակում է եւ կողքի նաեւ ինստիտուտների ավելի ուժեղացումը, էլի, այսինքն նույն ֆոնդային բորսան պիտի ավելի ուժեղ իրեն դրսևորի տվյալ հարցերում, հա, ոնց որ ավելի ամուր կանգնած լինի, որովհետև ոնց որ ինքը ինքն իրանով է փորձում ինչ որ բան անի շուկան զարգացնելու համար, ինքը պիտի ունենա իր սեփական կայունությունը, այսինքն ինքն էլ պիտի ֆինանսապես կայուն լինի, եւ այդ բեռը ոնց որ ստուգելու արդյոք ընկերությունները համապատասխանում են թե չեն համապատասխանում, իր վրա թողելը ոնց որ իրեն ինչ որ ոչ անհարմար դրության մեջ է դնում, իմ կարծիքն եմ ասում, որ միգուցե այդտեղ պետությունը ունի իր դերը ստանձնելու, որ բորսային օգնի, ուժեղացնի, ինչ որ բաներ անի իր հետ միասին, հա, որպեսզի դա տեղի ունենա։ Դա մյուս կարևոր բաները ավելի տենց խորքային են, այսինքն մենք ունենք հարկային իմ կարծիքով դիսբալանս, որը չի դրդում ընկերություններին ընդհանրապես սեփական կապիտալը աճացնել։ Ինչու՞։ Որովհետև հիմա ոնց է մեր մոտ կառուցվում, հա, եթե բաժնետերը ունի ընտրություն, հիմնադիրը ձևակերպենք իրեն որպես հիմնադիր, ինքը կարող է փոխառություն տալ ընկերությանը եւ ինքը կարող է սեփական կապիտալում ներդրում անել։ Եթե ինքը սեփական կապիտալում ներդրում անում, հետո շահույթ է աշխատում, այդ շահույթից շահույթ հարկ է վճարում, շահույթից էլ եթե դիվիդենդ է բաշխում, դիվիդենդի հարկ է վճարում։ Իսկ եթե ինքը փոխառություն է տալիս, փոխառության տոկոսները շահութարկից նվազեցվում է։ Փոխառության մարումը ոչ մի հարկի չի ենթարկվում, այսինքն շահութարկի ենթարկվում է, բայց հետո դիվիդենդի հարկ չունի, հետեւաբար ոնց որ տրամաբանորեն, մաթեմատիկորեն ինքը կնախընտրի փոխառություն տա, ոչ թե տա սեփական կապիտալում ներդրում։ Եվ մտածում ես, ասում ես, բա ոնց անենք, որ ընկերությունները դառնան կապիտալիզացվեն, որովհետև եթե ընկերությունը կապիտալիզացված է, ինքը ավելի կայուն է, քան այն ընկերությունը, որը լիքը պարտքեր ունի, կապ չունի բաժնետիրոջն այդ պարտքերը, թե բանկի ունի իհարկե, բայց այդքան էական չի։ Հետևաբար միգուցե այդ տեսակ ֆունդամենտալ հարցերի մասին պիտի խոսենք։ Հետո ունենք բարեփոխումներ, որոնք որ օրինակ աուդիտի որակի հետ են կապված։ Էլի շատ կարևոր է, որ աուդիտը որակով լինի, որ մարդիկ իմանան, որ ով որ ստուգել է այդ ֆինանսական հաշվետվությունները, երաշխավորում է, որ դա վստահության կոմպոնենտ է։ Իհարկե, իսկ մենք արդեն ունեինք տարիներ շարունակ ձևավորված տենց անվստահության ինչ որ էլեմենտներ աուդիտի որակի նկատմամբ, էլի խնդիր է։ Այսինքն պիտի որակը բարձրացնես ու շատ խիստ բարձրացնես, ասես որ այսուհետ պիտի բոլորը համապատասխան եւ երաշխավոր են ինչ որ այնտեղ գրել են, որ դա ստուգել են։ Շատ հետաքրքիր է եւ փաստացի ստացվում է, որ կապիտալի շուկայի մասով 27 թվականի վերջին մենք կկարողանանք նաեւ հասկանալ այս ամբողջի իրական գնահատականը, չէ, որպեսզի տեսնենք, եթե այդ արտոնությունը չշարունակվի, ինչ կմնա մեր կապիտալի շուկայում եւ ինչը դուրս կգնա նախկին ավանդական վարկային դաշտ։
հուսանք, բայց պետք է հասկանալ, որ բանկը, երբ որ վարկ է տալիս, բանկը ունի հնարավորություն այդ վարկը մշտադիտարկման ենթարկել եւ ունի գնահատել վարկունակությունը գնահատելու գործիքներ, որոնք որ սովորական ներդրողը, այդ մանրածախ պարտատոմսում ներդրում կատարող մարդը չունի։ Այսինքն հետևաբար բանկը մտնում է հաշվապահություն, նայում է ինչ որ իրան պետք է անում է, հետո որոշում է վարկը տա։ Մենք որպես մանրածախ ներդրող, որ պիտի ընդհանրապես ֆոնդային բորսային պարտատոմս առնենք, մենք պիտի վստահենք այդ փաստաթղթերին, այսինքն ազդագրին, աուդիտի եզրակացությանը, կորպորատիվ կառավարման հաշվետվությանը, հայտարարին։ Այսինքն մեզ պետք է, որ ընկերությունը մեր առաջ կատարի իր պարտավորությունները։ Եվ մենք ինքներս արդեն մեր խելքով գնահատենք, մենք վստահում ենք այդ ընկերությանը, թե չէ, դա բարդ է իհարկե։ Հետևաբար, քանի մենք այդ հասարակությունն էլ չունենք, որ պատրաստ է դա անի, մյուս կողմից չգիտես ինչի նույն մեր հասարակությունում վստահ եմ լիքը մարդ գնում է SpaceX-ում ներդրումներ կատարելու կամ Bitcoin-ում, իսկ կամ այլ կրիպտոներում, եւ ուզում ես հարցնես, ասես իսկ ո՞նց ես գնահատել, ասենք, ինչպես ես դու գնահատել, որ դու վստահում ես այս ակտիվին որպես լավ ներդրումային գործիք։ Ինչի դու չգնահատես, ասենք, հայկական ընկերություններից ինչ որ մեկին, թեկուզ դա շինարարական ընկերություն լինի կամ առևտրային ընկերություն լինի։ Բայց քո կողքն է, էլ օգտվում ես, ամեն օր այդ ընկերությունից միգուցե օգտվում ես կամ շաբաթը մի անգամ։ Միգուցե իրեն գնահատես, իրեն վստահես, իրեն միջոցներ տաս, հասկանալով, որ երբ որ դու այդ միջոցները թողում ես քո տնտեսության մեջ, ոչ թե ուղարկում ես ԱՄՆ, քո տնտեսությունը ավելի մեծ պոտենցիալ է ունենում աճելու։ Այ ինձ թվում է մենք նաև այդտեղ աշխատելու բան ունենք, էլի, այսինքն մենք ունենք նաև մեր ներդրողներին կրթելու կարիք, որ իրենք հասկանան, որ անպայման չի, եւ որ Հայաստանի ակտիվները կարող ավելի շահութաբեր են, քան US-ինը։ Հա, տենց էլ կա այս բային, բայց մյուս կողմից այստեղ հիմա սովորական անհատ ներդրողը որն է ծառայում իր համար որպես այդ ընկերության գնահատականի ստուգում, հա, եթե խոշոր ընկերությունները կամ ֆինանսական կառույցները այդտեղ ներդնում են, ուրեմն դե իրենք ստուգած կլինեն ու ես էլ կարող եմ վստահել դրան։ Ու քանի դեռ մենք չունենք որևէ վատ դեպք, հələ որ ամեն ինչ նորմալ գնում է, բայց եթե մի ձախողում լինի, երևի դրանից հետո էլի վստահության շատ ուժեղ ճգնաժամ կունենանք։ Ես էլ եմ շատ անհանգստանում, որ եթե հանկարծ այդ ցուցակված ընկերություններից ինչ որ մեկի մոտ խնդիր առաջացավ, ապա ոնց որ դա երկարաժամկետում մեր կապիտալի զարգացման վրա մի մեծ բան սև կետ կթողնի, որ միգուցե չկարողանանք հաղթահարենք, որովհետև մեր նման երկրները, փոքր երկրները շատ դժվար են կապիտալի շուկա զարգացնում։ Մեր փրկությունը նա է, որ հիմա տեխնոլոգիաներն են հասանելի եւ դու կարողանում ես քո շուկան զարգացնել նաեւ բացելով ուրիշ շուկաներ եւ այլն, այսինքն ինչը առաջ հնարավոր չէր, եւ այդ հնարավորությունը միգուցե դու լիարժեք չես օգտագործում եւ պիտի ավելի լավ օգտագործես։ Մյուս կողմից էլ ինչի՞ չէ, բայց մեդիա ունենք, չգիտեմ, հասարակական կազմակերպություններ, որոնք որ կարող է պատրաստ են անել այդ գնահատումը անհատի համար եւ ասել օրինակ, որ դեստեղ աուդիտը արել է Big Four-ից մեկը, այսինքն աուդիտի թվերը կարելի է սենց վերլուծել, ռազմավարական ծրագիրը թվում է իրագործելի, այսինքն ոնց որ բոլոր ինստիտուտները մեդիան էլ է, չէ, ինստիտուտ, ինքն էլ կարա իր դերը ունենա, ոչ թե որպես ներդրումային խորհրդատու, այլ զուտ որպես վերլուծող եւ խնդիրները վերհանող, այսինքն հիմա այդ նույն իմ ասած եվրոպական кейսերը, երբ որ խորհրդի անդամներին դատի էին տալիս, դա մեդիայի աղմուկի տակ, ասենք, բնապահպանները միանում են մեդիայի հետ ու բոլորի համար ահագին գլխացավ են ստեղծում, հա։ Okay, մենք դա հաշվի կառնենք։ Եվ ավարտելով մեր զրույցը, մի հարց կա, որ մեր բոլոր հյուրերին տալիս եմ, քանի որ մեր ոդկասթը, այսպես նաև ներդրումային ուղղվածության է, որն է եղել կամ դեռ պետք է լինի ձեր կյանքում այն ամենակարևոր ներդրումը, այդ ֆինանսական կամ ոչ ֆինանսական։ Ամեն դեպքում ոչ ֆինանսական, ամենակարևորը իհարկե ոչ ֆինանսականն է, ամենակարևորը աղջիկս է իմ կարծիքով, այսինքն այն ժամանակը, այն սերը, այն ջանքը, որ ես դրել եմ, որ աղջիկս մեծանա, ես կարծում եմ դա իմ ամենակարևոր ներդրումն է, որը հավատում եմ, որ աշխարհին ինչ որ մի օգուտ կտա։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։